Մարդո տիրոջ անունը փառավորվի Սիլասո ժողովուրդ ջան։ Թո Տերը օրհնա ել եմ ասում բոլորիդ, սիրելի ժողովուրդ ջան, սիրելի Աստծո զավակներ։ Մենք այսօր ինչու մասին ենք ուզում խոսենք, անհատական Աստծո հետ կապ։ Սա ամենակարևոր հարցն է, սիրելի քույրիկ եղբայրներ ջան, քույրիկներ ջան, եղբայրներ ջան։ Սա կարևոր հարց է, որ դու ունենաս կապ քո հորդ հետ։ Սիրելի ժողովուրդ ջան, կարող է այսօր ոչ մեկը քո համար չաղոթի, ոչ մի բան դու չզգաս, մենք ենական խոսացինք, չէ, Աստված տենում է քո մեջի հավատքը, ոնց է իրա քո հորդ հանդեպ, հավատում ես քո հորդ հետ, չէ։ Որ այսօր շատ մարդկանց հետ աշխատանք ա տարում, խոսում ենք, կիսում ենք, շատ մարդիկ ինչ են, տեսնում են իրանց խնդիրները, լավ չեմ զգում, Արմեն աղբեր, վերջը, ինչ որ ներկայություն չկա տիրոջ, վերջ եսի մակին բաներ մարդիկ փնտրում են, ժողովուրդ ջան։ Այն մենք ենական խոսացինք, հավատքը տեսողության վրա չի։ Եթե պիտի տեսնեմ նոր հավատամ, դա հավատ չի, ժողովուրդ ջան։ Հիմա ես ձեզի չեմ տեսնում, բայց հավատում եմ, որ դուք լսում եք։ Մենք չենք տեսնում ձեզ, ոչ մեկը ձեզի չենք տեսնում, ժողովուրդ, չէ՞։ Հիմա Սուրբ Հոգին տեսնում է քո մեջը ինչ կա։ Ես չեմ տեսնում ձեր սրտի մեջ ինչեր կա, ժողովուրդ ջան։ Ես շատ տեղեր որ քարոզում եմ, ասում եմ ժողովուրդ ջան, ես ոչ մեկի սրտի եղածը չեմ իմանում։ Բայց Սուրբ Հոգին, որ նա տեսնում է քո մեջի կարիքը, նա խոսում է այն բանի համար, որ դու դրա կարիք ունես։ Եվ դու կառնես այն բանը, երբ որ դու ուզում ես Տիրոջից առնես։ Եթե դու ուզում ես բժշկվես, դու քո ներսով պիտի կանչես Աստծուն, դու ուզենաս այդ ամենը, ժողովուրդ ջան։ Աստված մեզի տվել է ազատ կամք, որ դու կարաս իրան կանչես։ Աստծո խոսք է խոսում, բայց քո մեջը դու կարաս Աստծո հետ խոսես, դու կարաս քո Աստծուն մոտիկանաս, ժողովուրդ ջան։ Այսօր շատ անգամ մարդիկ, մենք շատերս Աստծուն այնքան հեռու ենք ման գալում, ժողովուրդ ջան, շատ հեռու, ես իմ երկնքից ворցերեն ենք ման գալում։ Հավատքը բերում է ինձ ու քեզ հասկացնելու, որ Աստված քեզանից հեռու չի։ Աստված մեր բոլոր խնդիրներից, հիվանդություններից մեր հայրը տեղյակ է, ժողովուրդ ջան։ Դրա համար այսօր շատ անգամ մենք Աստծո գործերը, որ Տերը անում է, դա մեր գաղափարի բանը չի, ժողովուրդ ջան։ Մենք Աստծո գործերը չենք էլ հասկանում շատ անգամ։ Այն որ Աստված իմ ու քո կյանքի մեջ անում է, եւ Աստված ուզում է ինձ ու քեզ հասկացնի, ոչ թե Աստված ինչ որ մի վատ բան անում մեր կյանքի մեջ, նա քո բարիքն է անում։ Նա ուզում է, որ այսօր դու ունենաս այդ փրկությունը, ժողովուրդ ջան, որտեղ փրկությունը անհատական է, ժողովուրդ ջան։ Մենք ինքնական խոսենք, մենք իրավունք չունենք ինչ որ մեկին ասենք, որ այս մարդը չի փրկվի։ Դա մեր գործը չի, ժողովուրդ ջան։ Մենք մարդկանց բացատրում ենք ճշմարտությունը։ Մենք իրավունք ունենք, որ մարդկանց բացենք Աստծո ճշմարտությունը։ Հիմա թե մարդը ոնց կընտունի, չէ՞։ Դա համար երեկվա այն խոսքը ասում էր, ինչու եք ինձ Տեր ասում եք, բայց իմ սաս բաները չեք անում։ Այսինքն Տեր եք ասում, չէ՞, բայց իմ սաս խոսքերը դուք չեք լսում։ Այն որ այսօր Տերը ինձ ու քեզ խորհուրդ է տալում, ուզում է որ մենք լսենք իրան, չէ՞։ Երեք դրա համար ակին խոսվավ, բայց շատ անգամ մենք չենք լսում մեր հոր ձայնը, մենք չենք լսում իրան, ժողովուրդ ջան։ Սա մի հավատք է, որ Աստված իմ ու քո կյանքի մեջ ուզում է կառուցել։ Աստված ուզում է իմ ու քո մեջ հավատ կառուցել, որ դու այսօր ավելին ճանաչես, ժողովուրդ ջան։ Մենք բոլորս էլ Աստծուն հավատում ենք, շատերս պաշտամունքների են գնում։ Բայց Աստված ասում է, դա դեռ քիչ է։ Իմ ընձի ճանաչողության համար դրանք դեռ քիչ են։ Որպեսզի դու Աստծուն ճանաչես, դու պիտի քո ամբողջ ներսով մոտիկանաս քո հորդ, իրան հասկանալու, իրան ճանաչելու համար, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր Աստված տենում է մեր ընտանիքների մեջ ամեն խնդիրները տեսնում է, ժողովուրդ ջան։ Ինչու ենք անում այս խնդիրները։ Որպեսզի մարդկանց ավելի բերա Տերը իրան, ժողովուրդ ջան։ Քանի որ խնդիրներ չկա մեր կյանքի մեջ, չես մենք այդ ձև չենք էլ աղոթում, ժողովուրդ ջան։ Բայց երբ որ խնդիրներ ա գալիս մեր կյանքի մեջ, չէ, եթե ինչ որ մեկ երեխուն տանում են բանակ, որտեղ կռիվ կա, պատերազմ կա, տվյալ քույրը եղբայրը այդ ձև չի աղոթում, ոնց որ այն վաղ կաղոթեր։ Նրա աղոթքը փոխվում է, ինչ կատարվեցավ իր կյանքի մեջ։ Ու Աստված չփոխվավ իր կյանքի մեջ, նույն Աստվածն է, ժողովուրդ ջան։ Բայց այսօր այս սիտուացիան, այս եղած խնդիրներն ու դժվարությունները, որ գալու են, մարդիկ ավելի են սկսում Աստծո երեսը փնտրել։ Նրանք ավելի են աղաղում, թե դու մի անգամ էր աղոթում, այս անգամ 10 անգամ կաղոթես, ժողովուրդ ջան։ Այդ ծեվա կյանքը։ Մենք տեսանք, որ պատերազմի ժամանակ
շատ անհավատ մայրեր գալիս էին պաշտամունքի եւ խնդրում էին, որ աղոտ կանեն իրանց երեխու համար։ Ինչ կատարավ էս մոր մայրերի կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Որտեւ նեղությունը բերում է մարդուն դեպի ապաշխարության։ Այն նեղությունը, որ գալում է իմ ու քո կյանքի մեջ, մեր ընտանիքների մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Աստված մեզ ուզում է, որ մենք աղոտ կանենք այդ հոգսերի համար։ Մենք պետք է պատերազմենք։ Երբեք մեր զենքերը պետք է ցած չտնենք, ժողովուրդ ջան։ Այո, մենք այսօր գիտենք, որ կա մտքի պատերազմ, որ շատ անգամ այդ մտքի պատերազմը իմ ու քո ձեռքից այդ զենքերը առնում է, որը աղոտ կա, որը հավատ կա, որը Աստծուն հավատալ է, ժողովուրդ ջան։ Նա մի հատ քո խնդրումը մի հատ այնպես տելևիզորի պես բացում ցույց ատում եւ դու տեսնում ես եւ քեզի ելքը ցույց չի տալում նա, ժողովուրդ ջան։ Երբեք անօրենը ելքը ցույց չի տամ, որ դու ելք ունես։ Դա մենակ Աստված է ցույց տալում, ժողովուրդ ջան։ Եվ Աստված այդ ամեն բանը բերලා իր ավետարանով է ցույց տալում, ժողովուրդ ջան։ Որքան որ դու սկսում ես աղոթես, Աստված քո կյանքը ավելի է փոխում, ժողովուրդ ջան։ Ես հավատում եմ շատերս այդ նեղության մեջ մենք շատ բաներ ենք հասկացել Աստծուն եւ շատ բաներ Աստված քո կյանքից փոխում է։ Այն որ այսօր կարող դու տեսնես, որ քո ներսը ամեն ինչ լավ է, խաղաղություն է։ Բայց երբ որ խնդիրները, դժվարությունները գալու են, մենք տեսնում ենք, որ մեր կյանքը դեռ այդ խաղաղությունը չունի, մեր կյանքը փոթորիկ է դառնում։ Ես էլ դուք էլ ինչ տարբերություն, ժողովուրդ ջան։ Ես էլ դրա կարիքը շատ ունեմ։ Այսօր կարա շատ մարդիկ մտածեն, թե եղբայրը քարոզում այ մարդ իր մոտ ամեն ինչ լավ է։ Չէ, ժողովուրդ ջան։ Մենք էլ ձերպես մարդիկ ենք։ Մենք էլ ենք այս մարմնի մեջ ենք ապրում։ Մենք էլ ունենք պատերազմ, որը անօրենը պատերազմում է բոլորիս դեմ, ժողովուրդ ջան։ Բայց այսօր Աստված ինձ ու քեզ հասկացնում է, որ նա հաղթել արդեն դրան, ժողովուրդ ջան։ Լավ իմացեք, նա արդեն հաղթել է Տեր այդ անօրենին եւ քեզ իշխանություն է տվել Աստծո զավակ կոչվելու, ժողովուրդ ջան։ Մենք այն անգամ խոսացինք, որ ասма սատանային հագարակ գեցեք եւ նա ձեզանից կփախչի։ Պարզ ավետարան, հագարակ ես կենում նրան, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ մեղադրում են, վերջը չէ, չարին են մեղադրում, այ մարդ դու քեզ դրան մեղադրում, դու քեզ մեղադրի։ Ինչ ես անում դրա խելքին, չէ։ Եկան մտքեր բերա քեզի, եկան բաներ բերա ժողովուրդ, թեկուզ ես էլ ինչ տարբերություն, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք գնում ենք այդ պատերազմի մեջ, շատ անգամ մենք պարտվում ենք, շատերի զենքերը ձեռից առնում է։ Շատ հոգիներ չեն էլ ուզում աղոթեն, ցե ժողովուրդ ջան։ Ինչու՞ համար, որտեղ նա արդեն խապել է։ Նա խապել է, նա քու ձեռքից արդեն այդ զենքդ առել է։ Եվ այսօր դու աղոթում ես ու չես էլ աղոթում, ժողովուրդ ջան։ Էլ չես կրում աղոթես։ Բայց Աստված այսօր ինչ է ուզում, որ իր ժողովուրդը Աստծուն լավ ճանաչի, ժողովուրդ ջան։ Այսօր այնքան օրհնյալ օր էր, Աստծոանը փառավորվի։ Այն օր եղբայր ասեց, որ տատիկա 84 տարեկան, 80 քան տարեկան է, ժողովուրդ ջան։ Միա այս ինքիրակ երեգե պաշտամունք տեսած, պես խոսացինք, բրետայինք այցել ենք իրան, սի խարաշո։ Այսօր մենք տեսնում ենք, ես շատ անգամ ասում եմ, ժողովուրդ ջան, չարը չի ուզում։ Պաշտամունքը բրձավ, այդ տատիկը մեջներ, այդ դասմանցի քույրիկ ասա էլի, տատիկ, հələ տատիկ չեմ էլի 80 քան տարեկան, ասում ոտներս ցավում է, այդ տատիկ ջան։ Այսօր ջայլի ոտնա ցավում, բա 80 քան տա, բա ոտա վերջը կցավա, չէ։ Ժողովուրդ ջան, մենք տեսանք արկեք, այդ ավտոն խոտ չընկավ։ Վերջը եղբայրը մի կերպ այդ ավտոն խոդի տվեցին, գնացինք խանութ, բանկար վերցնելու։ Խանութից դուրս եկանք, այդ աղբեր ավտոն անջատեց, երևի դրել էր հանելի, դե ապաստի բանկար երևի չեմ անում։ Այս խեջ աղբերն եկավ, այդ ավտոն խոտ չընկավ, ժողովուրդ ջան։ Վերջը այդ մի հատ եղբոր կանչինք եկավ, որ այդ տատիկին ինքն էր խնամել, եթե մի Մեջ ավտոն մի կերպ սիրով տարել ենք աղոթկատուն, ընդ գարաժ կար, մտցրինք, գնացինք այդտեղ, մի նստել ենք, ժողովուրդ ջան։ Հետարքիր է, ու ես տեսնում եմ Աստված, ինչու է արկեկները գալում։ Ժողովուրդ ջան, ինչու է գալում այդ արկեկները։ Բաներ կա, որ սատանեն չի ուզում, որ դու այցելես շատ տեղեր։ Եվ տեսա մի հատ նկար է, դևական դև նկար է, ասում եմ այդ նկարը չեք դևին դրել դեղ։ Այդ շուտ ոնց կար այդ նկար, գիտես ժողովուրդ ջան։ Ասում այ դև այդ իսեք դամ չի գիտ դևին հանե դրել այդ պատին էլ մի հատ էլ բան եկել է։ Ժողովուրդ ջան, դու հասկացա ինչու՞ համար այդ արկեկը բերում նա շատ անգամ։
Նա չի ուզում, նա հարմարվում է շատ անգամ մարդկանց կյանքի մեջ, այդ խավարը ժողովուրդ ջան, մարդը չի հասկանում, որ նա խավար կա դեղ։ Տիվական աշխարհը բերե դրել ես քո տունը դևին, ինչու մարես դրի։ Վերջը փառք Աստծո, Հիսուսանով ճղվաղ թափավ էդի ժողովուրդ ջան։ Հետագայում ես հասկացա, ասենք ինչու համար այդ արկեկները։ Այսօր շատ անգամ մեր կյանքի մեջ գալու է շատ խնդիրներ։ Մենք ինչ ենք անում, մենք աղոթում ենք։ Բաներ կա, որ գալու է չարի կողմից արկել։ Բաներ կա, որ Աստված մեզի ուզում է հասկացնել, որ դու պիտի պատերազմես, որ դու չմնաս այդ քո դիրքի մեջ, ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, քանի մեր կյանքի մեջ ամեն բան խաղաղ է, մենք մտածում ենք, թե այցև էլ պիտի գնա, այցև չի գնում։ Որտեվ խաղաղության մեջ մարդը չի կրում այն ապահովություն ունենա, այն կապ ունենա Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Քանի նեղություն չկա, ամեն ինչ լավ է։ Ալելույա Հիսուսին, փառք Հիսուսին։ Հենց մի հատ նեղություն է գալու, մեկ է տեսնում ես ուր գնաց այդ ալելույա։ Ինչ եղավ մեզի, ժողովուրդ ջան։ Դամար փառք Աստծո, որ Աստված այսօր ինձ ու քեզ հասկանում է, սիրելի քույրիկ, եղբայրներ ջան, քույրիկներ ջան, եղբայրներ ջան։ Տերը մեզ հասկանում է։ Դամար ինքան օրհնյալ հայր է այսօր նա մեր հայրն է, նա քեզի հետ է։ Մենք ենական ասենք, չէ, դու ոնց պիտի հավատաս, որ Աստված քեզի հետ է։ Եղբայր ջան, մի հատ հրեշտակ տեսնեմ հավատամ։ Աստուն տեսնեմ հավատամ։ Էցև սաղել հավատան։ Այն փոքր երեխուներ, Տերը կա հավատա։ Այդ համար Թոմասին ասեց, Թոմաս, Երանի այն մարդը, որ չի տեսնում ու հավատում է։ Այ Երանի է տալում քեզ եւ ինձ, որ մենք մեր Տիրոջը չենք տեսել մեր աչքերով, ժողովուրդ ջան, բայց մենք հավատում ենք մեր Հիսուսին, հալելույա իրան, փառք մեր Հիսուսին, ժողովուրդ ջան, ես հավատում եմ, նաեւ դուք եք հավատում են Աստծուն, որին պաշտում ենք մենք այն Աստծուն, բայց մենք չենք տեսել Աստծուն, մենք չենք տեսել Տերը ոնց եկավ երկրի վրա, ինչ էր տարավ, մենք չես ավետարան ենք ճանաչում մեր Աստծուն, ժողովուրդ ջան, բայց այն տեսադաշտը, որ ինք եկավ երկրի վրա, որ իր աշակերտները տեսան, եւ շատ մարդիկ տեսան Տիրոջը, ժողովուրդ ջան, բայց Աստված մարդու կյանքի մեջ բերեց մի բան, որ մարդը անտեսանելին տեսնի, ես էլ, դու էլ, ժողովուրդ ջան, դամար թո Տիրոջ անունը փառավորվի, Աստծո ժողովուրդ ջան, սիրելի Աստծո բալիկներ, Տերը ուզում է ինձ էլ, քեզ էլ օգնի, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդ ասում է, խի մինչև մալը չեմ փոխվի ես, այսքան տարիներ, ինչու Աստված ինձ չի բացել, որտեվ Աստված դու ունես այդ կարողությունը, ինչքան ունես, դա Աստված քեզ կամացից, մոտիկանում է կամացից, քեզ օգնում է, որ քեզ բացի իր ճշմարտությունը, ժողովուրդ ջան։ Աստված մի հատ քեզի է պատրաստում, քեզի ուզում օգնի, որ դու պատրաստ լինես իր լսես իր ճշմարտությունը եւ դու հավատաս, ժողովուրդ ջան։ Դամար թո Տիրոջ անունը փառավորվի, մենք տեսանք, որ Եգիպտոս երբ որ ժողովրդին հանեց, էտում են ժողովուրդ իրան ցավեսով, ժողովուրդ ջան։ Բայց հենց հասան ծովին, ներսը երևաց էս մարդկանց, ժողովուրդ ջան։ Նույնպես մեզ էլ է վերևում, ժողովուրդ ջան։ Ինչ տարբերություն։ Մենք էլ ունենք մեր ընտածքը, մենք էլ հանդում ենք մեր ծովին, որը արկել կա, որը տեսնում ես, յետևից անօրեններ գալու, մտքերով խփում ա քեզի, դեմից էլ երկ չկա գնալու։ Դու կանգնել ես մեջտեղ։ Մի Աստված իմ ու քու մեջի հավատքը ստուգում է, ինչ կա քու մեջ հավատք մնացել է թե չէ։ Մենք այնական խոսացինք հայտնության մեջ չէ, որ ասում է, այն ինչ որ ունես ամուր պայա։ Թեկուզ քու հավատքը շատ փոքր է կամ իմը չէ, Աստված ասում է, ինչ որ ունես ամուր պայա, այդ հավատքը չկորսծնե, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է, որ քու մեջի հավատքը ոչ թե պակսի, այլ աճի։ Այսինքն քո տարիները, որ անցնում է, որ դու դառնում ես արդեն 10 տարվա հավատացյալ, 20 տարվա, 30 տարվա, 50 տարվա, Աստված ուզում է, որ դու նույնպես աճես այդ հավատքի կյանքի մեջ։ Դու չմնաս այն նույն մի տարվա հավատքի կյանքի մեջ, ինչ որ մի տարի հասկացես ու 10 տարի նույնն ես հասկանում, ժողովուրդ ջան։ Եվ այսօր ամեն մեկը կտեսնեք ձեր կյանքի մեջ, դու ամեն տարի դու մի բան սովորում ես ասում, մի բան քո կյանքից Աստված փոխում է, ժողովուրդ ջան։ Քո ներսը Աստված նորոգում է։ Քո ներսը բերում է ավելի ճիշտ ճանաչել Աստծուն, ավելի խոնարհվել Աստծո առջև։ Տիրոջ երեսը փնտրել է բերում նա, ժողովուրդ ջան։ Որ ես ու դու լավ ճանաչենք Աստծուն, սիրասո ժողովուրդ ջան։
Դամար Տերը օգնի ինձ ու քեզ, ժողովուրդ ջան, ինչու որ այս ամեն բաները գալու մեր կյանքի մեջ, որպեսզի մարդը Աստծուն ավելի ճանաչի, ժողովուրդ ջան։ Դամար եթե մարդու վրա վեր կա, ժողովուրդ ջան, այդ վերք եթե մինչև ադրաբոտ կայնանում վերանորոգում են, չես ենք 7 են 27, 7-29 դեպի ցավա, ժողովուրդ ջան, այդ վերքը ցավալու է։ Անես սովորական բան չէ, դու վերք ունեցար ու դու մեծ հեշտ հանգիստ չէ, էդի ժամանակներ ա պետք, որ այդ ցավը դանցնելու մա պարագա, ժողովուրդ ջան։ Հիմա դրա համար Աստված իմ ու քո կյանքի մեջ մի բան անում է, որ այսօր մենք շատ անգամ չենք էլ հասկանում։ Այո, սաղցել Աստծուն պաշտում ենք։ Հիսուս ջան, փառք քեզ, ալելույա, լավ ենք անում, ժողովուրդ ջան։ Շատ լավ ենք անում, որ մեր Աստծուն պաշտում ենք։ Բայց Աստված ուզում է ինձ ու քեզ, որ մենք ավելին իրան ճանաչենք, ավելի մոտիկանանք մեր հորը, ավելի սիրենք մեր Աստծուն, ժողովուրդ ջան։ Որտեղ մենք այն անգամ խոսացինք, ժողովուրդ ջան, որ ամեն մեկի կյանքի մեջ կա խնդիրներ։ Այսօր եթե ամեն մեկից հարցնենք, չէ, ամեն մեկն էլ կասենք, որ ամեն մեկս ունենք հոգս, կարիք, խնդիրներ, դժվարություններ ունենք մենք, ժողովուրդ ջան։ Ոմանք հիվանդություն կա, ոմանք դժվարություն կա, ոմանց նեղություն կա, ոմանց անապաշխար հոգիներ կան։ Այսօր տեսնում ենք անհոգ մարդիկ չա, սաղ էլ ունեն մի հոգս, ժողովուրդ ջան։ Հիմա մեր Աստված այսօր ամեն մեկից օգնում է, ժողովուրդ ջան։ Այսինքն, երբ որ դու գնում ես բժշկի մոտ, եթե դու եկել ես Տիրոջը, թող որ Տերը քո կյանքի մեջ իր գործ անի, մի խանգարը իրան, ժողովուրդ ջան։ Դա համար երբ որ մենք եկում ենք բժշկի, որպեսզի մենք բժշկին չխանգարենք, նա քեզ նարկոզ է տալում։ Եթե նարկոզ չտա, դու իր գործին խանգարես, իր ձեռքին կարա խփես, ցավում է, մի արա։ Դա համար շատ անգամ Աստված մեր կյանքի մեջ իր գործը որ անում է, ուզում է որ մենք իրան չխանգարենք, ժողովուրդ ջան։ Որպեսզի Աստված իմ ու քո կյանքի մեջ, մեր ընտանիքների մեջ բերա լույս, խաղաղություն, ժողովուրդ ջան։ Բերա սեր, խաղաղություն բերա։ Դա համար եթե մենք այն անգամ ասենք, եթե Աստված ինձ ու քեզ ընտրե մեր ընտանիքների մեջ, հələ մի հատ հարց դու ասում, Տեր Աստված, ինչի ինձ ես ընտրել իմ ընտանիքի մեջ։ Ամուսին մարդկանց ամուսին անհավատ կամ ոմանց կանայք են անհավատ, ոմանց երեխեք են, չի ես քեզ է ընտրել Տերը։ Հարց չէ տալում դու ես քեզի։ Ինչա ես Տերը քեզ անեդից։ Ուրեմն Աստված ուզում է քո միջոցով անել ամեն բանը, ժողովուրդ ջան։ Մենք այն անգամ խոսացինք, մի էքու բարի վարմունքով հնարավոր է շատերի կյանքը կփոխվի։ Քո վարի վարմունքով, քո խոսալաձևով, երբ որ դու ունես մարդկանց հետ խոսելու ձև, ժողովուրդ ջան։ Իսկ եթե մարդկուն կոպտես, այդ մարդը կսայ մարդ, այ քեզ բան ինչ տարբերություն, անհավատը կամ դու, չէ։ Էն էլա կոպտում դու կոպտեցիր, ժողովուրդ ջան, չէ։ Դա համար այսօր է շատ մարդիկ, որ տեսնում են զարման, ասում այ մարդ, դու ես մարդկանց նման չես, այ մարդ։ Այսքան բան քո գլխին անում են, դու լխելոք, աղոթում ես իր համար, ժողովուրդ ջան։ Այո, աղոթում ենք իրանց համար, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորս էլ օրհնի, սեր ժողովուրդ ջան։ Այն որ մենք անցնում ենք, պես հեշտ անգից չենք անցնում, ժողովուրդ ջան։ Չէ, հեշտ անգից չես անցնում։ Այդ նեղությունը հեշտ անգից չէ քեզ համար։ Կարող քեզ համար շատ դառը լինի, շատ ցավ լինի քո աշխարհի մեջ։ Որպեսզի դու ավելի հասկանաս այդ դրա աղոթքի կարիքը, ժողովուրդ ջան։ Դա համար մենք տեսնում ենք կռվի դաշտում տարբեր զենքեր կան։ Արդեն իրանք գիտեն, ինչ զենք է պետք օգտագործել։ Հավատքի մարդու կյանքի մեջ էլ կա մեր զենքերը, որ դու իմանաս ինչ զենք ես օգտագործել։ Միգուցե սիրո զենք է պետք քեզ օգտագործես։ Միգուցե քաղցր խոսքեր է պետք քեզ օգտագործես։ Կարող դու մտածես այ մարդ, սրանով կասեն այ մարդ, էս հավատացյալը։ Չէ՞։ Մարդիկ մտածում են, կարող իրանց ավելի շատ անարգում են։ Ժողովուրդ ջան։ Մենք այն անգամ խոսացինք, որ Աստված անբարիշտներին հագարակ է կենում, խոնարհներին շնորհք է տալու։ Ժողովուրդ ջան, սա ասում է Աստծո խոսքը, դա ես չեմ ասում։ Եթե մի բան գրվել է ավետարանի մեջ, իմացեք դա այո եւ ամեն է։ Աստված ասել է ամեն բան կանցնի, բայց իմ խոսքերը չի անցնելու։ Այն ինչ որ գրվել է երկրի վրա, ինչ որ պետք է կատարվի, լավ իմացեք, սա պետք է կատարվի։ Եթե մենք այն անգամ խոսենք, եթե Տերը գրել է, որ շատ քչերը պետք է փրկվեն, ու այցև է կլինի ժողովուրդ ջան, որտեղ ավետարանն է մեզ ասում։ Հիմիշկան ժողովուրդ կա այս երկրի վրա։ Աստված ասում է շատ քչերը պետք է փրկվեն։
Այսինքն Աստված այսօր ուզում է ինձ ու քեզ օգնի, որ այսօր մենք մտածենք, Տեր Աստված, ես ուզում եմ մտնեմ այդ քչի մեջ, ոչ թե մարդկանցից ես լավն եմ դրա համար, ոչ։ Ես այդ մարդկանցից լավը չեմ, ժողովուրդ ջան, բայց ես ուզում եմ մտնեմ այդ խոսքի մեջ։ Ես ուզում եմ մտնեմ Տիրոջ խոսքի մեջ, Տիրոջ ներկայության մեջ, սիրասո ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորդ էլ օրհնի, սիրասո ժողովուրդ ջան, որ Աստված օգնի ինձ էլ քեզ, սիրի ժողովուրդ ջան։ Ես մեմ կարտամ Տիրոջ խոսքից, սիրի ժողովուրդ ջան, Ղուկաս ավետարանի 7-րդ գլխի, Ղուկաս ավետարան 7-րդ գլուխ 36 խոսքից մի քանի խոսքը կարտանք ժողովուրդ ջան։ Եվ մենք կտեսնենք հավատքի տարբերությունը մարդկանց կյանքի մեջ, եւ դու տեսնում ես քո կյանքի մեջ, սիրի ժողովուրդ ջան։ Դա համար շատ մարդիկ ասում են, այ Արմեն ախպեր, հենց եկանք հավատքի համար խնդիրները շատացավ, դժվարությունները շատացավ, ժողովուրդ ջան։ Ինչու՞ մա որտե դու մտել ես լույս ես մտել։ Քանի որ խավարի մեջ ենք, մենք ապրում ենք այդ խավարի հետ, չկար պատերազմ։ Մենք մեռած ենք, ժողովուրդ ջան։ Ասում եմ դուք մեռած եք ձեր մեղքերի մեջ, բայց Քրիստոսը մեզ հարություն տվավ։ Դրա համար դու Աստծուն փառք տուր, որ Աստված քեզի քո մեղքերից ազատել է, ժողովուրդ ջան։ Աստված ինձ ու քեզ մեր մեղքերից ազատել է։ Ինչ պետք է անենք, որ մենք ազատվենք։ Մենք ոչ մի բան չենք կրանել, ժողովուրդ ջան։ Աստված ծրիապես տվել այդ ազատություն ինձ ու քեզ, որպես այսօր դու գնահատես այդ ազատությունը եւ Աստծուն փառք տաս, ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, մարդ ես, նեղության մեջ կանցնես, կարա տեղեր կա սիրտդ բացվի, լացես, աղագես Տիրոջը, ինչ որ մեկին մեղադրես, ինչ որ մեկին դատես, խոսքի չէ։ Աստված ուզում է, որ դու նույնիսկ կաս իր մեջ, իրանից խնդրես, իրանից առնես ողորմություն։ Տեր Աստված, ներա ինձ, ժողովուրդ ջան։ Ես հավատում եմ, Աստված ում որ մոտիկանում է, այդ տվյալ մարդը ուրիշի մեղքը չի տեսնում, ժողովուրդ ջան։ Նա լացում է իր մեղքի համար։ Այսօր մեր մեջ դες ինչ մեղքեր կա, որ այսօր կարա շատերը չտեսնենք։ Անենց բաներ կա մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան, որ պատերազմ իմ ու քո դեմ։ Դա համար Աստված ուզում է, որ լացենք մեզ վրա։ Դա համար երբ որ Տիրոջ վրա լացում են, ասում ես խեք իմ վրա լացում։ Լացեք ձեզ վրա։ Առաջին ասում է ձեզ վրա, նոր քո երեխու վրա։ Քանի դու քո վրա չես լացել, դու չես կրա քո երեխու վրա լացել, որտեղ դու չես հասկնա այն փրկությունը, այն ողորմությունը, որ Աստված քեզ արի եւ ինձ արի, ժողովուրդ ջան։ Դա համար Աստված ուզում է անհատական քեզի օգնի, որ դու ճանաչես եւ դու հասկանաս եւ ես հասկանամ ես ում եմ աղոթում եւ ինչու համար եմ ես աղոթում, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր Աստված ուզում է, որ մենք փոխվենք։ Մենք ինական խոսանք, շատ անգամ մենք ուզում ենք մեր տան անդամները բոլորը փոխվեն։ Տեր ջան, դեռ չի փոխվում։ Դեռ չի ապաշխարում։ Այդ երեքսա բա դու ես ապաշխարելու։ Հələ մի հատ քո ներսը նայա, քո վարմունքը նայա, քո հակու քո ընտածքը նայա, ո՞նց ես դու ապրում իմ առջև, ժողովուրդ ջան։ Այսօր ես էլ եմ տեսնում Տեր Աստված, այո, շատ կարիք ունեմ ես, ժողովուրդ ջան։ Մենք ինական խոսացինք հավատքի մարդը շատ լուրջ, որ ինքը սկսում է Աստծո երես փնտրել, նա սկսում է իր ներսը տեսնել, նա սկսում է իր համար աղոթել, նա սկսում է իր համար լացել, Տեր Աստված, դու ազատա ինձ իմ ներսի բնությունից, ազատա, Տեր ջան, ես քո կարիքը ունեմ, որպեսզի մենք վաղ միսօր չմնանք երկրի վրա, ժողովուրդ ջան, այսօր պետք է մեզ արթնանանք, որպեսզի մենք մեր վրա աղաչենք, խնդրենք մեր ապաշխարության եւ փրկության համար։ Այսօր դու մտածես եղբայր արդեն քանի տարի պաշտամունք եմ կնում, եղբայր ջան, հալելույա, ինչ ենք որ կնում ենք։ Բայց դեռ կարիք ունենք փոխվելու։ Եթե այսօր դու չես տեսնում, որ դու կարիք ունես փոխվելու, ժողովուրդ ջան, Աստված դու ողորմա մեզի։ Եթե ես չեմ տեսնում, որ կարիք ունեմ։ Ես շատ անգամ ստե որ քարոզեց ասում եմ ժողովուրդ ջան, ես իրապես եմ ասում, ես ամենավատ ամուսինն եմ, ամենավատ հայրը եւ ամենավատ բաբիկը եւ կերսար եւ աներ։ Այսօր կարասես այ եղբայր ջան ո՞նց է, այո։ Ես չեմ կրում ինձ լավ տեսնեմ այն մյուսներից, ժողովուրդ ջան։ Այո, ես քանի տարի ես պաշտամունք եմ գնում, ծառայում ենք Տիրոջը, բայց դու կարիք ունես Քրիստոսին, սիրելի քույրիկ եղբայր ջան։ Դու Տիրոջ կարիք ունես, ոտիկացիր։ Հֆիրա վերքերին, սիրահարվի իր վրա։
Նա ուզում է քեզ օգնի, որ քեզ քո բնությունից ազատի, նա ուզում է, ժողովուրդ ջան։ Նա չուզում, որ դու մնաս քո մեղքերի, քո բնավորության մեջ, քո խայսատիդ մեջ։ Իշքան եզում ես պայա։ Մեկ Աստված տեսնում է։ Աստված ի այդ բրի բերա։ Աստված բրի բերա ջրի երես հանա այդ ամեն բանը, որպեսզի դու տեսնես, որ դու կարիք ունես Հիսուսի, ժողովուրդ ջան։ Դամարտո Տիրոջ անունը փառավորվի, սելասոր ժողովուրդ ջան, Տերը մեզ սիրում է։ Ես մի հատ լավ երգ կար, շատ շուտ էր ժողովուրդ ջան, այնքան օրհնյալ երգ էր, absolուտ եկել չեմ գրգռնում, էլի քանի տարի առաջ են։ Ոնց որ բացում էր մարդու ներսի էությունը, որ Տեր Աստված, ոնց ես դու ինձ սիրում։ Երբ որպես եկա Տիրոջ առաջ լացելով ասում է Տեր Աստված, տեսնում եմ իմ մեղքերը։ Ես ինչ ահավոր եմ ես Տեր Հիսուս ջան։ Ժողովուրդ ջան, Աստծո սերի ճավից վրա։ Ոչ թե դա մենք լոկ խոսքեր ենք ասում մեր հորը, որ այո Տեր ջան, մեղավորներ ենք։ Սա չի հարցը։ Երբ որ դու խորապես ես տեսնում քո կյանքի մեջի ամեն եղած դժվարությունները, եւ դու կարողանում ես քո հորդ աղաղես, հայր, ների ինձի։ Ների աղաչում եմ քեզ, հայր ջան։ Ժողովուրդ ջան, թո Տիրոջ անունը փառավորվի։ Ղուկաս Ավետարանի 7:36 խոսքը, տենանք ինչ ունի ինձ ու քեզ ասելու, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգին ինքն է ընտրում, ժողովուրդ ջան, եւ Աստված լսում է ձեր աղոթները, որտեղ շատ եմ խնդրել, որ աղոթ կարեք, ժողովուրդ ջան, որտեղ առանց ձեր աղոթների մենք չենք կրա ոչ մի բան։ Ղուկաս Ավետարանի 7:36 խոսքից ասում է, փարիսեցին մեկը կաղաչեր անոր, որ իրեն հետ հաց ուտե։ Այս փարիսեցի մարդ աղաչում էր Հիսուսին, որ իր տունը մտներ հաց ուտեր։ Այսօր շատ մարդիկ տեսեն, այս ինչ երանելի մարդ է, իր տունը Հիսուսը մտի եւ հաց է ուտում, ժողովուրդ ջան։ Տեր օրհնի բոլորս, ժողովուրդ ջան։ Հաց ուտե, անալ փարիսեցին տունը մտավ ու սեղան նստավ, ժողովուրդ ջան։ Տեր Հիսուսը մտավ այդ փարիսեցի տունը եւ նստած հաց էին ուտում։ Սիմոնը կանչել իր տունը Հիսուսին, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, հենց բան չկար Սիմոնի կյանքի մեջ։ Հալելույա, սաղ լավ է։ Բայց Աստված ուզում էր բացել իր մեջի եղած դժվարությունը։ Աստված այդ ամեն բաները իմ ու քո կյանքի մեջ բերում է, որպեսզի դու քեզ լավ ճանաչես, որ քո ներսի բաները երևա, այն որ ծածկված է մնացել, ժողովուրդ ջան, դա երևույթն է, դա փորձությունն է մեզ բերում, այդ կրակն է բերում, որ մեր ներսը բացում է։ Կանչել էր Հիսուսին իր տունը։ Այո, հաց էին ուտում։ Ամեն ինչ լավ էր իր համար, ժողովուրդ ջան։ Եվ 37 խոսքը ասում է, քաղաքի մեջ մեղավոր կին մկար։ Երբ իմացավ, թե անիկա փարիսեցի տունը սեղան նստեր էր, ժողովուրդ ջան։ Ասում է, քաղաքի մեջ մեղավոր կին կար։ Այսօր ով այդ մեղավոր կնոջը սիրում։ Այսօր կարա շատ է տեսնենք, շատ է կանարգենք, չէ՞։ Եթե մենք Աստծոս մեկի լավ չճանաչենք, սաղս էլ կանարգենք։ Մենք տեսանք այս մեղավոր կինը, ժողովուրդ ջան, նա չմտածեց այ մարդ, այս ինչ կասեն իմ մասին, չէ՞։ Անձի ամոթակ կդան, ժողովուրդ ջան։ Եթե մարդը կարիք ունի Քրիստոսի, նա ամեն բան անում է, որպեսզի գտնի Տիրոջ փրկություն իր կյանքի մեջ, Տիրոջ ազատագրություն իր կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ ասում են, այ ախպեր ջան, դե ձեր մոտ այս ծևի մարդիկ են գալում, ինչի դու իրանցից լավ ես, այ ախպեր ջան։ Եթե ասված քո մեղքերը քո դեմ շարի, դու երևի լավ է դժոխք կբացվես ընկնեմ այնտեղ։ Ինչու ենք այսօր մենք դիմացինի մեղքերը ավելի շատ տեսնում։ Մերը ծածկված է։ Դամար ասում է, այդ քո աշկի մեջ գերան կա, ժողովուրդ ջան, պատկերացա, գերան կա մեր աշկի մեջ, բայց մենք մեր աշկի մեջի գերանը չենք տեսնում։ Բայց մի հատ շիղ որ տեսնում ենք, այս քույրիկ ու եղբայրը։ Տերը բոլորս էլ օրհնի, ժողովուրդ ջան, ողորմա։ Քաղաքին մեջ մեղավոր կին մկար, երբ իմացավ, թե անիկա փարիսեցի տունը սեղան նստեր էր, շիշմը անուշահոտ յուղմը բերավ, ժողովուրդ ջան, ու ետևի կողմեն անոր ոտքերի քով կեցեր էր ու լացում էր, արցունքով սկսում էր անոր ոտքերը թրջել, ու իր գլխում մազերը կսրբեր ու կհամբուրեր անոր ոտքերը ու յուղով կոծեր։
Օրհնյալ է մեր Տիրոջ անունը, ժողովուրդ ջան։ Եթե դու կարիք ունես Քրիստոսին, եթե դու տեսնում ես, որ դու մեղավոր ես, եւ որ դու գնում ես Տիրոջ առջև, դու պիտի գնաս ընկնես իր ոտքերը, ժողովուրդ ջան։ Այնքան օրհնել ասում եմ, մեկ ասում եմ, ժողովուրդ ջան, իրապես որ քարոզում եմ, ես էլ Իրանից պես ընկնեմ Տիրոջ ոտքերը, տեսնեմ իմ մեղքերը, որ ընկնեմ Տիրոջ ոտքերս համբյուրելով չկշտանամ, ժողովուրդ ջան։ Համբյուրելով չկշտանամ իմ խորս ոտքերից։ Մինչև չբացվի Քրիստոսը քո կյանքի մեջ, դու դա չես կրանել։ Մենք բոլորին կմեղադրենք, բայց երբ որ բացվում է Քրիստոս կյանքը իմ ու քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան, մայրամի պես գալում ենք, ընկնում ենք Տիրոջ ոտքերը, ժողովուրդ ջան, գրգում ենք։ 38 խոսքը մի հատ էլ կարդամ, ասում է, ետևի կողմանոր ոտքերին կով կեցեր էր ու լացում էր, հալելույա, բացվել էր մեջը, ժողովուրդ ջան, բացվել էր, որ ինքը մեղավոր կին էր, ժողովուրդ ջան, նա տեսել էր, ով իրան կրա միայն ազատի։ Մինչև իմ ու քո կյանքի մեջ չի բացում, որ քեզի ով կրա ազատի, ժողովուրդ ջան, դու եթև չես լացում։ Բայց երբ որ բացում է Քրիստոս կյանքը, դու հասկանում ես, որ միայն Տերը կրա քեզ ազատի քո եղած վիճակներից, ժողովուրդ ջան։ Գլխում մազերով կսրբեր եւ քամփուրեր անոր ոտքերը ու յուղով կոծեր։ Մենք արտում ենք 39 խոսքը, ժողովուրդ ջան։ Ասում է, ու երբ տեսա փարիսեցին, որ Զանիկա հրավիրեր էր, ասավ իր մտքին մեջ, ասիկա եթե մարգարե ըլար, պիտի գիտնար, թե ով եւ ինչպեսի կին իրեն դպչողը, վասնզի մեղավոր էր։ Բա Սիմոն ջան, բա դու ինչ էիր խոսքի, չէ՞։ Բա դու մեղավոր չէիր, բա խի չէիր տեսնում քո մեղավորությունը։ Ինչու այսօր մենք չենք տեսնում մեր մեղավորությունը, մենք ապաշխարում ենք, Տիրոջ տունը գնում ենք, Աստծուն ծառայում ենք, Հիսուսին հրավիրում ենք մեր կյանքի մեջ, Տերը գալիս է, հասկերուտի քո մեջ, բայց մեկ է տեսնում ենք մեր ներսը կա արտարություն, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ Սիմոն ինչ ասեց իր սրտի մեջ, չէ՞։ Ասեց, եթե սա մարգարե լիներ, կտեսներ թո իրան ով է մոդիկցե, մեղավոր կին է մոդիկցե, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օգնի, սիրարսոր ժողովուրդ ջան, Տերը օգնի, որ այսօր մենք ինչ ենք, հասկանանք մեր հորը։ Բացե Սիմոնի ներսի վիճակը, ժողովուրդ ջան։ Քանի մայրամը չերեգի ամեն ինչ լավ էր, ժողովուրդ ջան, հալելույա, ուտում խմում էին իրանց համար։ Այսօր քանի փորձունը քո կյանքի մեջ չի գալու այդ երևույթները, դու չես տեսնում քո ներսը, ժողովուրդ ջան։ Այս երևույթն է բերում, որ մեր կյանքի մեջ ցույց է տալում։ Բա Սիմոն ջան, բա մինչև այդ բայց տեսար, որ դու ես մեղավոր։ Միգուցե դու մտածում ես կնոջից լավն ես, ժողովուրդ ջան։ Մենք ոչ մեկս ձեր ոչ մեկից լավը չենք, ժողովուրդ ջան։ Դաժե մարդիկ, որ խավարի մեջ են, մենք իրանցից էլ լավը չենք, ժողովուրդ ջան։ Բոլորս էլ Ադամ Եվայից եկած այդ բնությունը, այդ սատանայից վարակված եկել ենք, ժողովուրդ ջան։ Մենք եկել ենք մեր Տիրոջ ոտքերն ենք ընկել եւ Տերը մեզ ողորմացել է եւ մաքրում է մեզ, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրասոր ժողովուրդ ջան։ Տերը օգնի, որ այսօր ինչ են ասված, իմ ու կյանքի մեջ բացում է մեր ներսը։ Որ այսօր մենք ճանաչենք մեր հորը, որ մենք կարողանանք հասկանանք ով է մեզ համար մեր հայրը, ժողովուրդ ջան։ Դամար փառք Աստծո, ժողովուրդ ջան, այսօր ասված ինչ ասում իմ ու քո կյանքի մեջ, որ իմ ու քո կյանքի մեջ բացվի ով է Քրիստոսը, ժողովուրդ ջան։ Դամար թո Տիրոջ անունը փառավորվի, սիրելի քույրիկ եղբայրներ ջան։ Մենք տեսանք, որ մայրամ եկել էր, կայնաս լացում էր Տիրոջ ոտքերի մոտ, հալելույա, օրհնյալ է մեր հայրը։ Իրանի մենք էլ կարող ենք ընկնենք մեր հոր ոտքերը, գրգենք, համբյուրենք, ժողովուրդ ջան։ Այսօր շատ անգամ ենք ուզում։ Մենք այն անգամ խոսացինք, Աստված գալում է ոչ թե հրեշտակի պես, եսի մինչև նա գալում է տնես մարդկանց միջոցով է գալում քո կյանքի մեջ եւ ստուգում է քեզ, ինձ ու քեզ։ Նա կարող քո տան անտան միջոցով կկա քեզի։ Հələ տեսնա դու ոնց ես վերաբերվում։ Սիրելի քույրիկ եղբայրներ ջան, Տերը բոլորս էլ օրհնի։ Եթե մենք էլ մայրամի պես ընկնենք Տիրոջ ոտքերը, տեսնենք մեր մեղավորությունները, ժողովուրդ ջան։ Քանի որ դու չես տեսել, դու չես կրում աղաղես քո հորը։
Այդ որ դու տեսնում ես քեզ, որ դու տեսնում ես դու ավելին կարիք ունես, քան տեկուտան անդամները, որ դու ավելին ունես, դու դա պիտի իմանաս, եւ մենք դա պիտի հասկանանք, որ մենք ավելի կարիք ունենք Տիրոջ ոտքերը ընկնելու համար, ժողովուրդ ջան։ Տամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրո ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ Սիմոնի կյանքի մեջ բացվավ, թե ով մտավ իր տան մեջ։ Ինչև այդ ամեն ինչ լավ էր, ժողովուրդ ջան։ Տամար, այսօր մենք տեսնում ենք ամեն մեկից կյանքի մեջ, ժողովուրդ ջան, ել եմ ասում, ամեն մեկս մեր տեսակ չենք ասում, ամեն մեկի խաչը եղած դժվարությունը տարբեր են։ Այսօր ամեն մեկս անցնում ենք մի ճանապարհ։ Կարա դու մտածես ինչ որ մի եղբայր, քույրիկ լավ հեշտ անցնում։ Չէ, իր տեղը ունես, կարա դու չկրանաս անցնես, ոչ էլ ես։ Ոչ մենը չի կրա քու տեղ ասնի, ժողովուրդ ջան։ Ամեն մեկից Տերը տվել է իր խաչը, իր մնացները տվել է եւ ասում է գնա, բազմացրա այդ տված մնացները։ Դա քո ապրած կյանքն է, դա քո սերն է, դա քո խոնարհությունն է, դա քո հեզությունն է, դա քո ժուշկալությունն է, դա քո ճիշտ ապրելն է ավետարանի մեջ, սիրելի ժողովուրդ ջան։ Տամար, թո Տիրոջ անունը փառավորվի, սիրասո ժողովուրդ ջան։ Ստանոք կուզենանք վերջացնենք, որպես ձեր ժամանակն է խնայենք, սիրո ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ այսօր Տիրոջ խոսքը ինչ է բերում ինձ ու քեզ, բերում է մեզ իրան ճանաչելու համար, ժողովուրդ ջան։ Տամար, եթե մեր կյանքի մեջ մի բան գալիս է, թե փորձություններ, թե դժվարություններ, ժողովուրդ ջան։ Շատ անգամ, երբ որ մարդիկ մեզ սկսում են հալածել, չհասկանալ, մի բան անում են, ժողովուրդ ջան, լավ իմացե, այդ մարդը քո աղոթքի կարիք ունի։ Այդ ամեն բանը գալում է, այդ ամեն բաները, որ դու աղոթես իր համար, թե չես էլ աղոթես, ժողովուրդ ջան։ Կարա գմտածես կաղոթես, չես աղոթե։ Ոչ էլ ես կաղոթեմ, որտեղ ամեն ինչ լավ է։ Սիմոն ամեն ինչ լավ իր համար, ժողովուրդ ջան։ Հիմա դրա համար էս ամեն բաները իմ ու քո կյանքի մեջ գալում է, որպեսզի մենք ավելին աղաղենք մենք Աստծուն, ավելի խնդրենք մեր Հորը, ավելին պաշտենք, ժողովուրդ ջան։ Եվ մեր Աստված ողորմած է եւ սիրող Աստված է, ես հավատում եմ, Աստված ամեն բան բարին անում մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Այն ցավն էլ որ գալիս է մեր կյանքի մեջ, սիրի ժողովուրդ ջան, նա գալում է քո բարու համար։ Հետագայում ես հասկանում։ Շատ անգամ որ մեր կյանքի մեջ կատարվում է